Եվ վերջին մեր թեման, որը նաև իմ մասնագիտական հետաքրքրություններից մեկի մասին է, մենք տարբեր ժամանակահատվածում վերջի շրջանում իմ գործընկեր պատմաբան Միքայել Մախասյանի հետ հատկապես իր ակտիվ գործունեությամբ զբաղվում ենք դեմոգրաֆիական հիմնախնդիրներով, ամուսնալուծությունների, օրինակ մեծ մակարդակ է զգալի աճ կա, ու նաև ծնելիության թեմայով, եւ մի հետաքրքիր հարց, այսպես բացառապես մեր մասնագիտական հետաքրքրությունների համար ներառել ենք, ինչպիսին է երեխաների քանակը իդեալական մեր պատկերացրած ընտանիքում, եւ փորձել ենք հասկանալ դրա պատկերը, քանի երեխա պետք է լինի ձեր պատկերացրած իդեալական ընտանիքում, միջինը 3.5 երեխա են ասել, այսինքն ընդհանուր գումարը միջինում 3.5, լավ կլիներ 4 լիներ, հետազոտություն կա, որտեղ նախկին արված հետազոտություններից մեկում 4 էր, այստեղ հետաքրքրական է, որ ամենաշատը իրենց պատկերացած իդեալական ընտանիքը նշել են 3 երեխայով բաղկացած ընտանիքն է, շուրջ 43%-ը նշել է 3 երեխա իդեալական ընտանիքում, շուրջ 28%-ը նշել է 4 երեխա, շուրջ 16%-ը 2 երեխա, շատ հետաքրքրական է, որ child free համաշխարհային այսպես տենդենսի մեջ կամ մի երեխա ունենալու տենդենսի մեջ 0 կամ 1 նշել է գումարային 1.4%-ը, այսինքն ավելի քիչ, քան օրինակ, այստեղ չի երևում 1.6%-ը, այսինքն 8 եւ ավելի երեխա ավելի շատ են նշել կամ քան 0 կամ 1, բայց շատ անարդարավոր է չի երևում, էլի։ Էսա ցից կտամ։ Կարող եք ասել ձեր տենց ասած ենթադրությունը։ Ինչքան մեծանում են քանակը շատ։ Ինձ թվում է ինչքան ավելի տարիքը մեծ է, այնքան երեխաների քանակ, ավելի մեծ քանակը մեծանում է։ Այո, որտեղ իրաք չեն ունենալ։ Բերից Այո, այստեղ ունենք մարդ, որ 4 երեխա ունի, չէ՞, եւ թոռ ունեցել արդեն 2 օր առաջ։ Եվ այդ կոնտեքստում անցնենք հաջորդին, մենք նայել ենք կարմիրով մինչև 3 երեխան ներառյալ իդեալական ընտանիք պատկերացնողների կազմն է եւ կապույտով 4 եւ ավելի։ Այստեղ տեսնում ենք, որ ընդհանրապես 60%-ը իր պատկերացրածը մինչև 3 երեխան է, լավագույնը ընտանիքը եւ 40%-ը նշել է, որ 4 եւ ավելի երեխան է իդեալական ընտանիքը։ Հետաքրքրական է, որ իգականները բնականաբար 4 եւ ավելի քիչ են նշում։ Կապույտին նայենք, այսինքն 4 եւ ավելի քիչ նշում են իգականները, ավելի շատ արականները, շուրջ 10%-ի տարբերությամբ, բնականաբար, որտեղ արականների տղամարդկանց գործը մի քիչ ավելի հեշտ է։ Երկրորդը տարիքի առումով շատ ակնհայտ է կորելացիան, որ տարիքի ինչքան մեծ, այդքան իդեալական ընտանիքի երեխաների քանակը ավելի շատ, տարիքով մեծերը 55 պլյուս տարիքի մարդկանց շուրջ 51%-ը պատկերացնում է 4 եւ ավելի երեխաներով ընտանիք, իսկ մինչև 34 տարեկանների ընդամենը 27%-ն է պատկերացնում, որ 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքն է իդեալականը։ Կրթությունը եւս որոշակի տարբերություն տալիս է, ոչ շատ, բայց տալիս է։ Ինչքան կրթությունը բարձր է, այդքան ավելի քիչ են պատկերացնում 4 եւ ավելի երեխաներով ընտանիք։ Գյուղ, քաղաք եւ Երևան բնականաբար էլի ինչքան ավելի դեպի մարզային բնակավայրեր, այդքան ավելի շատ են պատկերացնում, որ 4 եւ ավելի երեխա կարող են ունենալ։ Եվ իշխանությունները սխալ թե այս էլի չի երևում։ Իշխանությունները սխալ թե ճիշտ են վարում, բայց եկեք կնենց անեն, որ երևա։ Այսպես երևում, հա։ Շատ լավ է երևում։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր կարծում են իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, այսինքն ավելի հակաիշխանական են, նրանք ավելի շատ են կարծում, որ 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքն է իդեալականը, այսինքն 41%-ը շուրջ ասում է, որ 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքն է իդեալականը, իսկ իշխանությունները ճիշտ համարողների 36%-ն է համարում, որ 4 եւ ավելի երեխան իդեալական ընտանիք է։